Շատ բաներ, այո, հնարավոր է, որ 1 տարի առաջ ես նույնիսկ ժամանակ էլ չունեի մտածելու։ Իսկ հիմա ամեն մի եղանակի փոփոխությունը, ժամը 7-ին կամ ժամը 8-ին արթնանալուց կամ արևածագը, դա իմ համար մի հետաքրքիր երևույթ է։ 1 տարի առաջ պետք է մեկնեի Օքսֆորդ, բայց գնացի հիվանդանոց։ Մի քանի օր ցավեր ունեի ձեռքի շրջանում, չէի հասկանում ինչից է։ Գնացի բժշկի անմիջապես, դիագնոզ դրեցին, հաստատվեց, որ դա քաղցկեղ է, կրծքագեղձի քաղցկեղ, բարձր ագրեսիվության, շատ արագ տարածվող։ Ուզում եմ այդ պահին ամեն ինչ փոխել, որովհետև գիտեի, որ անին ուրիշ նպատակ ունի, հիմա հետ հիվանդանալու ժամանակը չի։ Մոտ արդեն 1 տարի է ինչ բուժվում եմ։ Ողջույն։ 2 վիրահատություն եմ տարել ու դեռ 1 տարի մինիմում պետք է 21 օրը մեկ ես ստանամ համապատասխան դեղերը։ 29-30 տարեկան հասակում ախտորոշել քաղցկեղ իհարկե մեր համար էլ դժվար էր։ Բիոպսիայի արդյունքը ստանալուց հետո արդեն պետք էր խաղաքարտերը բացել եւ զրուցել անելիքների վերաբերել։ Այո, ես եմ ասել հիմնականում։ Մի պահ քար լռություն տիրեց եւ ասեց, որ ես պետք է գնայի Անգլիա, կարծեմ, Օքսֆորդ սովորելու, ես շատ նպատակներ ունեմ։ Երբ որ մարդուն ասում են, որ դու քաղցկեղ ունես, պետք է պատասխանը լինի ոչ թե ես քաղցկեղ ունեմ, դա վճիռ է կամ վերջ իմ կյանքը վերջանում է, այլ օքեյ, հիվանդություն է, հիմա քաղցկեղ է, նորմալ է, ուրեմն պետք է հասկանալ, թե հաջորդ փուլերը որոնք են, որ կարելի անցնել ու հաղթահարել։ 5 տարի հսկողության տակ պետք է լինեմ, հաշվի առնելով հիվանդության տեսակը, հաշվի առնելով հիվանդության հետ գալու հավանականությունը, այսինքն պետք է շատ ուշադիր, շատ հետևողական լինել։ Արշավների ես շատ սիրում էի գնալ։ Ամեն անգամ, որտեղ գնում էի, պետք է լուսանկարեի։ Ես ուզում եմ իմ լուսանկարների միջոցով ցույց տալ այն ամենը, ինչ որ իմ համար կարևոր է, այն ինչ որ ինձ օգնել է, որ իմ կյանքի ինչ որ բաղկացուցիչ մասն է։ Սա այն հիվանդությունն է, որը պահանջում է հարգանք։ Պետք չէ վախենալ դրանից, բացարձակ, բայց հարգել անհրաժեշտ է, որովհետև եթե մարդ ընկճվեց, կարող է նույնիսկ 1 ամիս կամ 2 ամիս էլ չկարողանա ապրել։ Երբ որ հիվանդացա, քիմիաների մեջ բավական դժվար ժամանակաշրջան էր, զգացի, որ ես ուզում եմ ուրիշ բան փորձել։ Ու երբեք յուղաներկով ոչինչ չէի նկարել։ Հիշում եմ հունվարն էր, երբ որ յուղաներ, պոետ կտավ եւ այլն եղբայրս բերեց, միանգամից սկսեցի նկարել։ Մարդ կարա իր ներսի գույները արտահայտի։ Բացի նայից, որ մենք ենք փորձում իրեն ոգևորել եւ vocation չել, նաեւ ինքն է մեզ հենց այդ vocation շումը բերում, ոչ միայն ընկերներին, այլ նաեւ անծանոթ մարդկանց։ Հիշում եմ օրինակ, երբ որ իմ մազերը սկսեցին թափվել, խնդրեցի մամային, որ խոզի, ու մի քանի օր հետո, երբ որ գնացի հերթական քիմիաթերապիայի կուրսի, տեսա, որ հիվանդները ընկճված վիճակում են, որ իրանք հիվանդ են, որ իրենց մոտ ջր խնդիր կա եւ այլն, ես այդ ժամանակ հանեցի իմ գլխարկը, ասի ժողովուրդ, տեսեք, ես մաս չունեմ, ես ձեր նման մաս չունեմ, ես էլ եմ ձեր նման հիվանդ, պետք չէ այդքան կենտրոնանալ, չէ որ դուք կյանքում այլևս նման հնարավորություն չեք ունենա, մաս չունենալու։ Ու ես նաեւ հասկացա ընկերների, ընկերության ուժը, թե ինչ է իրենց ներկայացնում իրոք իսկական ընկերությունը։ Ընկերներին իհարկե խորհուրդ կտամ, թեև սկզբնական պահում կարող է էմոցիոնալ մի փոքր իրենց համար եւս հանգարցակի բերի, հացանը լինի իրենց ընկերոջ դժվար իրադրությունը, բայց աշխատեն համախմբված լինեն, համակարգված ինչ-որ աշխատանքներ տանեն, թեկուզ դրամահավաքի կամ միջոցների հայթայթման ուղղությամբ ու բնականաբար չնայեն հիվանդությանը որպես վերջնագիր, այլ մի ենթադրենք մարտահրավեր, որը անհրաժեշտ է միասին հաղթահարել։ Ընկերներս կազմակերպեցին դրամահավաք արշավ Give Forward, այդպիսի պլատֆորմ կա, որը որ հնարավորություն է տալիս բուժման համար, հիմնական քաղցկեղով հիվանդների համար դրամահավաք կազմակերպել, ու անկեղծ ասած այդ հավաքված գումարի շնորհիվ վիճակի եղա շարունակել եւ անցնել բուժումս։
Կան երկու տիպի մարդիկ, пассив եւ ակտիվ։ Պասիվները ովքեր որ սպասում են, որ կյանքը կլավանա, իրանք էլ տեղից օգուտ կքաղեն։ Ակտիվ տեսակի մարդիկ փորձում են իրենք փոխել կյանքը դեպի լավը, ու Անին ստեղծից տվեց, որ ինքը միջև էդ էլ փոխում էր կյանքը դեպի լավը, ու նույնիսկ ստեղ ինքը էլի փոխողներից է, ոչ թե սպասողներից։ Ընկերներիս հետ քննարկելուց հետո խոսեցինք երկու լուսանկարիչների հետ, Մհեր Հովյան եւ Իննա Մխիթարյան, ու խնդրանքը հետեւյալն էր՝ ինձ նկարել տարբեր կերպարներով, նկարել այնպիսին, ինչպիսին որ ես կամ։ Նկարների միջոցով մենք փորձում ենք ցույց տալ նաեւ այն բոլոր փուլերը, որ ես ինքս անցել եմ։ Եվ ինձ դիտարկելով ես ներկայացնում եմ նաև իմ հերթին այն հազարավոր մարդկանց, այդ թվում նաև Հայաստանում, ովքեր որ քաղցկեղ հիվանդություն ունեն։ Այս փորձությունը մենակ քաղցկեղով հիվանդ մարդու համար չէ։ Այս փորձությունը նաև նրա ընկերների, նրա ընտանիքի, սա կարելի ասել տեստ է, թե մարդիկ ինչպես իրենց կպահեն։ Եղել է դեպք, երբ որ ամուսինն է լքել կնոջը, որովհետև պարզապես ինքը չի ուզեցել անցնել դժվար ճանապարհը, կամ որովհետև մարդ համբերություն չունի եւ այլն։ Եվ դա եւս մեկ անգամ կարող է սպանել ուղղակի։ Անի Հայկունին արդեն առողջ, կատարյալ առողջ մարդ է եւ վերադարձել է կյանք, շարունակելու իր ուզած ձևով իր կյանքը։ Պետք է դրական մտածել, պետք է ապրել կյանքի այն ամեն մի րոպեն, որ ունես։ Նույնիսկ եթե մարդու կյանքի վերջին, օրինակ եմ ասում, 6 ամիսն է, 1 տարին է, ոչ մեկս չգիտենք թե ինչքան ենք ապրելու, բայց ապրել այնպես, որ այդ քո ապրած ժամանակահատվածը արժանի լինի այն ամենին, ինչը որ քեզ տրված է եղել հենց այն սկզբից։ Ինձ դժվար ժամանակ օգնեցին եւ հասկացան մարդիկ։ Եվ ես շատ կուզեմ իմ հերթին օգնել, աջակցել մարդկանց, ովքեր որ դրա կարիքը կունենան հետագայում։